Գիրք ծննդոց, գլուխ 19 Աստված կործանում է Սոդոմն ու Գոմորը։ Եվ երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ, և Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսնելով նրանց, վեր կացավ, գնաց նրանց ընդառաջ և երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, և ասաց. «Ահա իմ տիարք, եկեք խնդրում եմ, ձեր ծառայի տունը, և գիշերը մնացեք, և ձեր ոտքերը լվացեք, և առավոտ վաղ վեր կկենաք, ու ձեր ճանապարհը կգնաք»։ Եվ նրանք ասացին. «Ոչ, փողոցում կմնանք գիշերը»։ Եվ նրանց շատ ստիպեց, և նրա մոտ գնացին և նրա տունը մտան, և նրանց համար ճաշ պատրաստեց և բաղարջ հաց թխեց, և կերան։ Բայց դեռևս չէին պառկել, երբ քաղաքի մարդիկ Սոդոմի տղամարդիկ երիտասարդներից մինչև ծերերը, ամբողջ ժողովուրդը ամեն մի շրջանից պաշարեցին տունը։ Եվ Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան, նրանց դուրս մեզ մոտ բեր, և գիտենանք նրանց»։ Եվ Ղովտը դռնից դուրս եկավ նրանց մոտ, ու դուռը փակեց իր ետևից, ու ասաց. «Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարիք մի գործեք։ Ահա ես երկու աղջիկ ունեմ, որ տղամարդ չգիտեն։ Նրանց ձեզ մոտ դուրս կբերեմ, և նրանց հետ արեք ինչ որ ուզեք, միայն այս մարդկանց ձեռք մի տվեք, քանի որ նրանք մտել են իմ հարկի շուքի տակ»։ Եվ նրանք ասացին. «Մի կողմ քաշվիր»։ Եվ ասացին. «Միայնակ եկավ որպես պանդուխտ և դեռ դատաստան էլ է անում։ Հիմա քեզ նրանցից էլ վատ վիճակի կհասցնենք»։ Եվ սաստիկ ճնշում էին մարդուն, այսինքն Ղովտին, և մոտեցան, որ դուռը կոտրեն։ Բայց այն մարդիկ իրենց ձեռքը մեկնեցին և Ղովտին առան տուն, իրենց մոտ, ու դուռը փակեցին։ Իսկ այն մարդկանց, որ տան դռանն էին, կուրությամբ հարվածեցին, փոքրից մինչև մեծը, այնպես որ ճգնելով դուռը գտնել հոգնեցին։ Եվ մարդիկ ասացին Ղովտին. «Այստեղ էլ ո՞վ ունես, փեսա և որդիներ, աղջիկներդ և քաղաքում ում որ ունես, այստեղից հանիր, քանի որ այս տեղը մենք պետք է կործանենք, որովհետև մեծ է նրանց աղաղակը Տիրոջ առջև, և Տերը մեզ ուղարկել է, որ այն կործանենք»։ Եվ Ղովտը դուրս եկավ և իր աղջիկների հետ ամուսնացած փեսաների հետ խոսեց ու ասաց. «Վեր կացեք, դուրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Բայց փեսաներին թվում էր, թե նա ծաղրում է։ Եվ երբ առավոտ եղավ, հրեշտակները Ղովտին ստիպում էին ասելով. «Վեր կաց, վերցրու կնոջդ և այստեղ գտնվող երկու աղջիկներիդ, որպեսզի չկորչես այս քաղաքի անօրենության հետ»։ Եվ երբ նա ձգձգում էր, այդ մարդիկ բռնեցին նրա ձեռքից և նրա կնոջ ձեռքից և նրա աղջիկների ձեռքից, քանի որ Տերը նրանց ողորմացել էր, և դուրս հանեցին ու քաղաքից դուրս բերեցին։ Եվ եղավ այնպես, որ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկն ասաց. «Կյանքիդ համար փախիր, ետ մի նայիր, և դաշտավայրում մի մնա, լեռը փախիր, որպեսզի չկորչես»։ Եվ Ղովտն ասաց նրանց. «Ոչ, Տերս, աղաչում եմ, ահա քո ծառան քո առաջ շնորհ գտավ, և մեծ էր քո երախտիկը, որ արեցիր ինձ, իմ կյանքը փրկելով։ Եվ ես չեմ կարող լեռը փախչել, որպեսզի ինձ չարիք չհասնի, և ես չմեռնեմ։ Ահա այս քաղաքը մոտիկ է այնտեղ փախչելու համար, և այն փոքրիկ է, թող այնտեղ փախչեմ, չէ՞ որ այն փոքրիկ է, և իմ անձը կապրի»։ Եվ ասաց նրան. «Ահա այդ խնդրում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չկործանեմ, որի մասին ասացիր։ Շուտ արա, այնտեղը փախիր, որովհետև ես ոչինչ չեմ կարող անել, մինչև դու այնտեղ չհասնես»։ Դրա համար այդ քաղաքի անունը Սեգովր կոչվեց։ Արևը ծագում էր երկրի վրա, երբ Ղովտը Սեգովր մտավ։ Եվ Տերը Սոդոմի ու Գոմորի վրա ծծում և կրակ տեղաց Տիրոջ կողմից, երկնքից։ Եվ կործանեց այն քաղաքները, և ամբողջ դաշտը, և այն քաղաքների բոլոր բնակիչներին, և երկրի ամբողջ բուսականությունը։ Սակայն նրա ետևից կինը ետ նայեց ու աղի արձան դարձավ։ Եվ Աբրահամն առավոտյան վաղ եկավ այնտեղ, որտեղ Տիրոջ առջև էր կանգնել։ Եվ նայեց Սոդոմի ու Գոմորի և ամբողջ այն դաշտային երկրի վրա, ու տեսավ, որ ահա այն երկրից ծուխ էր դուրս գալիս, հնոցի ծխի պես։ Եվ եղավ, որ երբ Աստված կործանում էր այն դաշտավայրի քաղաքները, Աստված հիշեց Աբրահամին և Ղովտին դուրս բերեց կործանման միջից, երբ կործանում էր այն քաղաքները, որոնցում Ղովտն էր բնակվում։ Եվ Ղովտը Սեգովրից գնաց և լեռը բնակվեց իր երկու աղջիկների հետ, քանի որ վախենում էր Սեգովրում բնակվել, և բնակվեց մի քարայրում, ինքն ու իր երկու աղջիկները։ Եվ ավագն ասաց կրտսերին. «Մեր հայրը ծեր է, և երկրում մարդ չկա, որ մեզ մոտ գա, ինչպես որ ամբողջ աշխարհի կարգն է։ Եկ մեր հորը գինի խմեցնենք և նրա հետ պառկենք, և մեր հորից սերունդ պահպանենք»։ Եվ այն գիշեր իրենց հորը գինի խմեցրին, և մեծ աղջիկը գնաց ու հոր հետ պառկեց,
եւ Ղովտը չիմացավ նրա պարկելն ու վեր կենալը։ Եվ եղավ, որ մյուս օրը մեծ աղջիկը փոքրին ասաց. «Ահա 3 գիշեր հորս հետ պարկեցի, այս գիշեր էլ նրան գինի խմեցնենք, եւ դու գնա հետը պարկիր, եւ մեր հորից սերունդ կունենանք»։ Եվ այն գիշերն էլ իրենց հորը գինի խմեցրին, եւ փոքր աղջիկը վեր կացավ, նրա հետ պարկեց, եւ Ղովտը չիմացավ նրա պարկելը եւ վեր կենալը։ Եվ Ղովտի 2 աղջիկներն էլ իրենց հորից հղիացան, եւ մեծը որդի ծնեց, եւ անունը Մովաբ դրեց, նա է Մովաբացիների հայրը մինչև այսօր։ Եվ փոքրն էլ որդի ծնեց, եւ նրա անունը Բեն Ամմի դրեց, սա է Ամմոնի որդիների հայրը մինչև այսօր։